Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներքին գործերի նախարարին է ներկայացվել 2025 թվականի կատարողականը։ Վերջին 2 տարում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության կայուն նվազում, պարեկային ծառայության աշխատանքի արդյունքը։ Անվտանգային կանոններ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար, ներքին գործերի նախարարությունն ու զբոսաշրջության կոմիտեն իրազեկում են։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկմանը։ Նախարարին են ներկայացվել ծառայության նոր կառուցվածքը, թվայնացման ծրագրերը, տարածքային գրասենյակների արդիականացմանն ուղղված աշխատանքները և ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ընթացքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկմանը։ Նախարարին են ներկայացվել ծառայությունների հասանելիության և որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, պետություն մասնավոր գործընկերություն համագործակցությամբ նախատեսվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը։ Նելի Դավթյանի խոսքով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման և տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ։ Արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։ Ներկայացվել են տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը։ 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են։ Քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կատարվել են 7 հրանիշներ, ընթացքի մեջ են 10, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։ Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին։ Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման և քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտ թվայնացնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հիմնական գործառույթները և մշակել գործիք սահմանների համալիր կառավարման առնչվող ծրագրային ապահովման և արդյունավետ կառավարման տրամաբանությամբ։ Նախարարը հանձնարարել է e-Gate համակարգի ներդրման աշխատանքները համապատասխանեցնել կենսաչափական համակարգի ներդրման մեկնարկի հետ։ Նախարար Արփինե Սարգսյանը ՊՄԳ ծրագրի շրջանակում այցելել է նաև ներքին գործերի նախարարության մասնավոր գործընկեր Հայփազ փակbaşնետիրական ընկերության ժամանակավոր գրասենյակ, անհատական կենտրոնի շինարարության հարթակում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարին ներկայացվել մասնավորի կողմից սպասարկման կայանի պրոտոտիպային ձևանմուշը։ Ծավալվել է քննարկում։ Հայփազ փակbaşնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռեժիս Բուշեն ներկայացրել է փաստաթղթավորման համար անհրաժեշտ նախագրանցման գործընթացն ապահովող կայքէջի նախնական տարբերակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանված ժամկետում ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը, քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի ծառայություններ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիպել է պարեկային ծառայության և ոստիկանության գվարդիայի կազմի հետ։ Ոստիկանապետն ընդգծել է ծառայությունների դերակատարումը ոչ միայն հասարակական կարգի պահպանման, այլև հանցագործությունների կանխման ու բացահայտման գործում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը, պարեկային ծառայությունը պետք է չբավարարվի ձեռքբերումներով և հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։ Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ համագործակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։ Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների և բաց թողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ։ Ոստիկանության պետի խոսքով հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։ Ոստիկանության պետն ընդգծել է նաև ծառայողական կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական կատարյալ
կատարելագործման կարևորությունը։ Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բաց թողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հավաստիացրել է, որ շարունակելով բարելավել ծառայության որակը, բոլոր հանձնարարականները կկատարվեն բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված 4 հենասյունային ուղղություններին, Կամո Ցուցուլյանը նշել է, որ գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանմամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում, նա փաստել է, որ թեև գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք պետք է զարգացնել։ Ծառայության որակի շարունակական լավարկման նպատակով ոստիկանության պետը հրահանգել է առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստումներին։ Նա ընդգծել է, որ գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները պետք է լինեն հիմք, որի վրա անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել հմտությունները։ Կամո Ցուցուլյանը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։ Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը նշել է, որ գվարդիայի ձևավորման առաջին իսկ օրվանից անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր ի նպաստ իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության, իսկ բաց թողումները մշտադիտարկվում են եւ հետեւողականորեն շտկվելու են։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաև ծառայողական բնույթի այլ հարցեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 24/7 ռեժիմով իրականացվող ծառայություններով մեծացնում է ճանապարհատրանսպորտային անվտանգությունը, նվազեցնելով մահվան ելքով պատահարները։ Նախորդ տարիների արդյունքները փաստում են, որ կանխարգելման ու վերահսկողության ինտենսիվ աշխատանքները զգալիորեն նվազեցրել են ավտովթարների հետևանքով զոհերի թիվը։ Այսպիսով 2024-25 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Յուրաքանչյուր կանխված պատահար փրկված կյանք է, իսկ յուրաքանչյուր կյանք անգնահատելի արժեք։ Այս գիտակցությամբ եւ հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը 24/7 ռեժիմով ամենօրյա ծառայություն է իրականացնում, նպատակ ունենալով նվազեցնել եւ բացառել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան ելքով դեպքերը։ Ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող լիազոր մարմին, շարունակաբար լավարկում է օրենսդրական դաշտը։ Պարբերաբար իրականացվում են ուժեղացված ծառայություններ, թիրախային վարչարարություն եւ իրազեկման բազմաբնույթ արշավներ, նպատակ ունենալով խթանել հանրային վարքագծի այնպիսի փոփոխություն, որտեղ գերակային պատասխանատվությունը, զգոնությունն ու սթափությունը։ Արդյունավետ լուծումները պայմանավորված են թե տեխնիկական, թե մարդկային գործոններով եւ պահանջում են ներառական ու ինստիտուցիոնալ մոտեցումներ հասարակության ակտիվ մասնակցությամբ։ 2014-ին, երբ հանրապետությունում գրանցված էր 482.876 ավտոմեքենա, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 297 մարդ։ Մինչդեռ 2025 թվականին շուրջ 1 միլիոն գրանցված ավտոմեքենայի պայմաններում զոհերի թիվը եղել է 283, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 50-ով, իսկ 2024-ին 2023-ի համեմատ նվազել է 45-ով։ Այսպիսով, 2024-2025 թվականների ընթացքում հանրապետության ճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Ակնհայտ է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության հենասյունային ուղղություններից պարեկային ծառայության ձևավորմամբ էականորեն մեծացել է ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունը։ Մահվան ելքով ավտովթարները հիմնականում արագության գերազանցման պատճառով են։ Եթե 2014 թվականին արձանագրվել է սահմանված արագության գերազանցման 28802 դեպք, ապա 2024-ին եղել է 82051, իսկ 2025-ին 108576 դեպք։ Այդ համատեքստում կանխարգելիչ նշանակություն ունեն նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքերը, որոնց թիվը զգալիորեն աճել է։ Եթե 2014 թվականին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 90 անձ, ապա 2024 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5696, իսկ 2025-ին 5435 անձ։
Ճանապարհատրանսպորտային անվտանգությունը պահանջում է համալիր մոտեցում, ներառելով իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացումը, վարորդների եւ հետիոտների իրազեկվածության բարձրացումը, կանխարգելիչ ու կրթական ծրագրերի իրականացումը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր նվազեցնել պատահարները, ձևավորել առավել անվտանգ միջավայր եւ պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Սցենարային վերապատրաստումների ժամանակ փրկարարժոկատները օպերատիվորեն արձագանքել են յուրաքանչյուր դեպքին։ Արամ Ղազարյանն ու Վիչիսլավ Բուտկոն հետևել են ցուցադրական վարժանքին։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հունվարի 30-ին այցելել են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն եւ հետևել ցուցադրական վարժանքին։ Ներկայ են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր։ Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հրշեջ փրկարարական սարքավորումների եւ տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին, իսկ ինժեներասակրավորային եւ վթարափրկարարական պատրաստության լսարաներում ծանոթացել են կրթական հնարավորություններին։ Սցենարային վերապատրաստումների ընթացքում ցուցադրվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ հրդեհ, պայթուն, քարաթափում, արգելափակված եւ տուժած քաղաքացիներ։ Փրկարարժոկատները օպերատիվ արձագանքել են յուրաքանչյուր սցենարի, օգնություն ցուցաբերել տուժածներին, մարել հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել արգելապատնեշները։ Առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, խնդիրները հաջողությամբ լուծվել։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարարժոկատների պատրաստվածությունն ու մասնագիտական կարողությունները։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը։ Ավարտին Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հաղթանակ զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարել անհայտ զինվորի հուշարձանին։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Շարունակելով թողարկումը առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Ըստ տեղեկության 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում եւ իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին ժամը 20:45-ի սահմաններում մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում թմրանյութ իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց եւ նրանցից մեկի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության
խորհրդանշության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք եւ կնիքվեց։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուծիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։ Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց, վազ 2106 մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 1 փաթեթ, 2 կիլոգրամ 29 գրամ քաշով, իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով 2 փաթեթ, ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։ 31-ամյա տղամարդիկ կալանավորվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Փետրվարի 2-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պայստավորում եւ իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ եւ գունավոր խմիչքներ։ Ժամը 13:40-ին տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեծ քանակի կեղծ խմիչք, 492 հատ 1 լիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կես լիտրանոց կոնյակ եւ օղի, նաեւ 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց 3 տարա պատրաստի օղիով, դատարկ շշեր, պիտակներ, 5 արկղ խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառված վնասից վճարել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի Գագարին, Ծաղկունք եւ Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք, զինամթերք եւ թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի ծառայողները քրեական ոստիկանների եւ համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ 11 անձանց բնակության վայրերում կատարեցին խուզարկություններ։ Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց նռնակ եւ փամփուշտներ, Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը թմբուկավոր ատրճանակ, տեղնական աչավուն զանգված եւ կանեփի սերմ, Ծաղկուն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը կանեփի 22 ցողուն, մոտ 2 կիլոգրամ քաշով, կանեփի սերմ 620 գրամ կանեփի նմանվող զանգված, նաեւ ավելի քան 11 կիլոգրամ չորացված մանրացված զանգվածներով լցված 32 տարա, իսկ Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Բուլինգը որպես բռնության ձև օրենսդրորեն սահմանվել եւ արգելվել է երեխաների իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքով։ Բարձրաձայնիր եւ փոխիր իրականությունը բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Հոգեբանական տերորի, նվաստացությունների, շանտաժի, ֆիզիկական ճնշումների շարունակաբար կիրառմամբ սեփական առավելություն ընդգծելու ցանկությունը մասնագիտական ձևակերպմամբ բուլինգ է կոչվում։ Այն տարածված է հատկապես դպրոցահասակների շրջանում։ Անցած տարվա հոկտեմբերին օրենսդիրը ընդունեց երեխաների իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքը։ Առաջին անգամ տրվեց բուլինգի սահմանումը, որը բռնության տեսակ է, նաեւ ամրագրվեց երեխայի նկատմամբ բուլինգն արգելված է։
Համայնքային ոստիկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանի խոսքով ոստիկանությունը օպերատիվ արձագանքում են նման դեպքերի, ձեռնարկում կանխարգելիչ քայլեր։ Հատկապես վերջին շրջանում ակտիվացել են բուլինգի դեպքերի մասին բարձրաձայնելը, ինչը համակարգի նկատմամբ վստահության հանրային ընկալման փոփոխության մասին է։ Համայնքային ոստիկանությունը իրականացնում է իրագործառույթային պարտականությունները, այցելում է դպրոց եւ այդտեղից սկսվում է իր աշխատանքը։ Երևանի 177 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էվելինա Մանգասարյանը պատմում է, որ 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում եղել են բուլինգի դեպքեր եւ համայնքային ոստիկանության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում խնդիրը հարթվել է։ Մենք մշտապես համագործակցություն ենք ունենում համայնքային ոստիկանության հետ, դե իրականում դպրոցը բավականաչափ մեծ է, աշակերտաթիվը բավականին շատ է եւ ասել, որ դպրոցում բուլինգի երևույթներ չեն նկատվում, կարելի է ասել ոչինչ չասել։ Էվելինա Մանգասարյանը վստահեցնում է, որ համայնքային ոստիկանի պարբերաբար այցերն ու աշակերտների հետ զրույցները զգոնության ազդակ են եւ կանխարգելման տեսանկյունից որոշիչ նշանակություն ունեն։ Երեխայի հետ առնչվելիս պետք է լինի ծնող, մանկավարժ, հոգեբան եւ իրավապահ համակարգի փոխհամագործակցված աշխատանք։ Դպրոցի հոգեբան Քրիստինե Ալեքսանյանն իր պրակտիկայում բազմաթիվ նման դեպքերի է առնչվել։ Ասում է, ոչ միայն պետք է աշխատել բուլինգի ենթարկված անչափահասի, այլ նաեւ բուլինգի ենթարկողի բուլերի հետ։ Բուլինգի բացահայտման եւ վերհանման համար շատ կարեւոր է դպրոցի դռնապանից մինչեւ դպրոցի տնօրենը, որպիսի իրազեկված լինեն բոլոր դրսևորումներին։ Տարիների ընթացքում ունեցել ենք այնպիսի դեպքեր, որոնք որ ավելի իրավական խախտման դաշտն են տարել եւ այս պարագայում բնականաբար մենք համատեղ աշխատում ենք նաեւ ոստիկանության հետ։ Երեխայի լավագույն շահերը պահանջում են, որ բուլինգի մասին բարձրաձայնեն, ոչ թե թաքցնեն, հատկապես որ օրենքը թույլ է տալիս գաղտնի պահել տուժողի անունը։ Շատ կարևոր է ծնողներին լսել, բարձրաձայնել, չթաքցնել, դիմել ոստիկանություն, որովհետև մենք այդ պահին միանշանակ պետք է մտածենք երեխայի հոգեկան վիճակի մասին, որովհետև բուլինգը ինքնին մանկության տրավմա է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է հասարակությանը բարձրաձայնել խնդրի մասին, որպեսզի կանխարգելիչ աշխատանքները, միջոցառումները ավելի պատշաճ իրականացվեն։ Բուլինգի վաղ հայտնաբերումն ու կանխումը, աջակցող միջավայրն ու հոգատար վերաբերմունքը կարող են վերականգնել երեխայի կորցրած վստահությունը։ Պետք է հիշել, որ բուլինգի բոլոր դրսևորումները քրեորեն պատժելի են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակելու է բացահայտել բուլինգի ցանկացած դեպք, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ապահովելով առավել անվտանգ միջավայր ձեր եւ ձեր երեխաների համար։ Եվ թողարկման վերջում անվտանգային կանոններ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար։ Ներքին գործերի նախարարությունն ու զբոսաշրջության կոմիտեն իրազեկում են։ Հայաստանը զբոսաշրջության համար աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Մեր երկրում զարգանում է զբոսաշրջությունը, այդ թվում արկածային զբոսաշրջությունը։ Տարբեր վայրերում կազմակերպվում են արշավներ, լեռնագնացություն, դահուկավազք, չմշկասահք եւ այլն։ Վերջին շրջանում նկատելի են Սևանա լճի սառած մակերևույթին չմուշկներով սահելու դեպքեր։ Մի քանի կարևոր նախազգուշացում սառած լճի վրա չմշկասահքով զբաղվողների համար։ Նախքան սահելը ստուգեք սառույցի ամրությունը։ Սառույցի հաստությունն ու ամրությունը կարող են փոխվել ժամերի ընթացքում։ Ստուգեք այն տարբեր հատվածներում։ Սպիտակ կամ ձյան ծածկույթով սառույցը վտանգավոր է, իսկ մաքուր թափանցիկ կապույտ սառույցը ամուր։ Սառույցի վրա մենակ գտնվելը ռիսկային է։ Եղեք ընկերների կամ խմբի ուղեկցությամբ։ Սահեք միայն այն տարածքներում, որոնք պահպանվում եւ ստուգվում են փորձառու անձնակազմի կողմից։ Հսկեք երեխաներին եւ ընտանիքի անդամներին։ Համոզվեք, որ նրանք կրում են փրկարար բաճկոն կամ լողացող կոստյում։ Մի սահեք գիշերը կամ թույլ տեսանելիության պայմաններում։ Գիշերը նախազգուշացնող նշաններն ու սառույցի բարակ հատվածները դժվար է նկատել։ Խուսափեք ռիսկային քայլերից, նույնիսկ եթե սառույցը թվում է ամուր։ Պատրաստ եղեք օգնության դիմելու համար։ Ունեցեք հեռախոս, ազդանշանային սարքեր։ Ձեր անվտանգությունը կախված է պատրաստվածությունից, խելամիտ վարքից եւ զգոնությունից։ Վայելեք արկածային զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում։ Օգնության կարիք ունենալու դեպքում զանգեք 112։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։